Բարև ձեզ, իմ զրուցակիցը կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին է։ Բարև ձեզ, պարոն Արծրուն։ Բարև ձեզ։ Երկրից դուրս ինչ-որ մի միջավայրում խնդիր կա շատ կարճ ներկայացնելու մեր հայկական երաժշտությունը, ինչ կասեիք դուք ամենակարևորը։ Մեսրոպ Պաշտոց Կոմիտաս, 20-րդ դարից Տերտերյան եւ Դավիթ Հալաջյան, շատ կարճ։ Իդեպ ես դա եմ ուզում հարցնել, 3 անուն, որ անպայման պիտի ասեմ։ Դե ես 4 տվեցի։ Դե շատ կարելի է իհարկե շարունակել, որովհետեւ ցանկացած արվեստի տեսակում նշանային երևույթները, որոնք որ խորհրդանշում են փուլեր երաժշտական, այսինքն բանաձևված գեղագիտական տեսակ։ Այդ իմաստով իմ թվարկած բոլոր հեղինակները լիակատար այդ ֆունկցիան կատարել են, այսինքն իրենցով կարելի է չափել, ուղղակի չափել հայկական երաժշտությունը եւ նաև համաչափվել համաշխարհային երաժշտության հետ։ Եթե փուլերը ամփոփ ներկայացնելու լինենք, ինչ փուլեր ենք մենք անցել եւ ինչ փուլում ենք հիմա։ Տենեք, պատմական փուլը ինքը հսկայական է, որովհետեւ գալիս է այնպիսի խորքերից, դերևս հետանոսական շրջանից։ Իհարկե, ընդհանրապես հետքեր մենք ունենք, որոնք թույլ են տալիս պատկերը վերականգնել երգերի միջոցով, բարեեղանակների միջոցով։ Հետո գալիս է մի շրջան, երբ որ փառքեստեր գտնվեցին մարդիկ, որոնք որ սկսեցին գրի առնել այդ ամենը, որովհետև կան ազգեր, որոնք որ չեն հասցրել գրի առնել, օրինակ ֆոլկլորը։ Եվ այսօր մշակութաբանական իմաստով ծարահեղ վատ վիճակում են, որովհետև նյութ չունեն, հենարան չունեն։ Մեր պարագայում այդ process-ը դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին էր սկսել եւ մինչ օրս շարունակվում է։ Եվ վերլուծությունը եւ աշխատանքը բանահյուսական նյութի հետ, երաժշտական տեսակների հետ այդ ամենը գրանցված է, այդ ամենը մշտապես այսպես վերամշակման ընթացքի մեջ է եւ հիմա կա չտեսնված մի տենդենց, այսինքն մի շարք երիտասարդ երաժիշտներ, կատարողներ, որոնք որ հատկապես սևեռված են այդ դերևս կարելի ասել հասարակությանը անհայտ նյութի վրա, այսինքն նպատակ են դրել անպայման պեղել, սովորել եւ նաեւ ուղղակի մատուցել հասարակությանը այն ժառանգությունը, այն երաժշտական տեսակները, որոնց հետ երբևիցե հասարակությունը առնչություն չի ունեցել։ Միայն նեղ մասնագիտական երաժշտագիտական համքարությունը։ Իսկ ժամանակակից երաժշտությունը պայմանավորված է նաև այն իրականությամբ, որը իր հերթին թելադրված է տեխնոլոգիաների զարգացմամբ, այսօր սահմանները, մշակութային սահմանները շատ բաց են, մենք կարող ենք օրինակ ունկնդրել հայկական ազգային երգ եւ նկատել, որ նվագարաններից մեծ մասը կամ որոշ մասը օրինակ այլ մշակութային դաշտերից են, հարվածային գործիքներ, լարային գործիքներ եւ այլն, եւ դա այսօրվա երաժշտության զարգացման այսպես հատկանիշներից մեկն է։ Այսինքն, եթե կարելի է այդ բառը օգտագործել այս պարագայում, այդ մուլտիկուլտուրալիզմը, ինքը առաջին հերթին արտահայտվում է երաժշտության ոլորտում, այսինքն այդ ներթափանցումը։ Կարող ենք օրինակ ասել, որ տարիներ հետո դժվար է լինելու զանազանել որևէ ազգի ազգային երաժշտությունը։ Տենեք, կվերադառնանք այդ առաջին թեզին։ Այն ազգերը, որոնք որ չունեն գրառված ազգային նյութ, վտանգված են այդ իմաստով։ Այն ազգերը, որոնք ունեն նկարագրված այդ նյութը, այսինքն այդ ժառանգությունը, այդ պաշարը պահպանվում է միտեղ, այդ ազգերը երաշխավորված են, որ այդ ասիմիլյացիան չի Բայց տեղի նաև այդ ունենա։ մաքրությամբ պիտի կատարվի։ Ես գիտեմ, որ դուք Կոմիտաս բավական լավ ուսումնասիրել եք, ինչն է ամենակարևորը, որ պիտի իմանալ Կոմիտասի մասին։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ Կոմիտասը աշխատում էր ֆոլկլորիկ նյութի հետ, այսինքն սա իհարկե ստեղծագործական աշխատանք է, հսկայածավալ աշխատանք է, բայց նա չէր հորինում, գրեթե չէր հորինում երաժշտություն, այսինքն իր նյութը եղած նմուշներն էին հոգևոր երաժշտության եւ գեղչկական երաժշտության։ Այսինքն նա մշակում էր այդ նյութը, նա հանրահռչակում էր այդ նյութը եւ նա հասարակությանը կրթում էր այդ նյութով։ Դարձնում էր բարձր արժեք ներկայացնող երաժշտություն։ Սա ամենակարևոր հանգամանքն է, որովհետեւ նա նպատակ էր դրել այդ կոնտեքստից եւ տարածաշրջանային կոնտեքստից եւ մշակութային կոնտեքստից դուրս բերելու հոգևոր եւ ավանդական երաժշտությունը եւ ներկայացնելու ակադեմիական երաժշտությանը հատուկ միջոցներով։ Այսինքն իր ընտրությունը մի պարագայում դաշնամուրի որպես նվագակցման, նվագարան, երկրորդ պարագայում երգչախմբի,
բազմաձայն տարբերակը, չէ՞ որ հայերը երբեք չեն երգել բազմաձայն, այսինքն հայկական երաժշտությունը եւ հոգեվոր եւ ժողովրդական եղել է մոնոդիկ, այսինքն ընդհանրապես մեկ եղանակ, լավագույն դեպքում տակից դամ է պահվել, այդ տրադիցիան միջորս մնացել է։ Կոմիտասը ստեղծում է այնպիսի մի բանաձևում, որը թույլ է տալիս բարձրաշխարհիկ բեմերից ներկայացնել այն երաժշտությունը, որը երբևիցե չէր հնչում նման հարթակներում, նման վայրերում։ Դա իհարկե հսկայական տենդենց էր, որը շատ հատկանշական է 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբի երաժշտության համար։ Այսինքն դա մեթոդ էր եւ բազմաթիվ ազգերի, եւ հյուսիսային ազգերի, եւ սլավոնական ազգերի, եւ եվրոպական ազգերի հետաքրությունը կոմպոզիտորների այսպես շեղվել էր դեպի ֆոլկլորիկ երաժշտություն, դեպի ազգային նյութը։ Եվ Բելա Բարտոկ կա այդտեղ, այսինքն բազմաթիվ անուններ, մարդիկ, որոնք որ նպատակ էին դրել իրենց սեփական ազգային երաժշտությամբ հարստացնել համաշխարհային երաժշտություն եւ Կոմիտասը այդ նպատակին հասավ անշուշտ։ Ձեզ համար հասկանալի է Կոմիտաս մարդու ստեղծագործողի այդ ֆենոմենը, որովհետև տեսեք, մենք հիմա հաճախ ասում ենք, որ շատերը բարձրաժեք երաժշտություն չեն հասկանում, չեն ընկալում, որովհետև ընտանիքում դա չեն լսել, որովհետև ծնողների կողմից այս դաստիարակությունը չի եղել, բայց Կոմիտասը ծնողներ չի ունեց, շատ վաղ է չէ կորցրել ծնողներին, թուրքական միջավայրում է մեծացել։ Ավելի մեծացել է մի քաղաքում, որտեղ արգելված էր հայերեն խոսել։ Ինչպես է, որ այդպես է ստացվում։ Դուք այդ հարցի պատասխանը ունեք։ Դա նայեք 14 տարեկան հասակում նա գրում է իր կենսագրության մեջ, որ նա քաջ գիտակցեց իր առաքելությունը։ Հիմա եկեք պատկերացնենք մեր օրերում 14 տարեկան պատանի եւ այդպիսի նպատակադրումներով դուք ինչ բացատրություն ունեք դրան։ Աստծո ներգործությունն է նախ եւ առաջ, ուրիշ բացատրություն չունի, ոնց կարող է 14 տարեկան երեխան, որը մեծացել է, կրթվել է, իր պատկերացումները աշխարհընկալումը ձևավորվել է լրիվ այլ միջավայրում, ինչպես կարող է այդ գիտակցությունը իր մեջ արտնացնել։ Որտեղից կամ ումից է նա ներշնչվել։ Պետք է հասկանալ, որ ճեմարանում նա հայտնվել է լրիվ այլ հոգեվոր եւ մշակութային տարածաչափության մեջ։ Այսինքն նա հայտնվել է մի միջավայրում, որտեղ ճնշումներ չկային եւ երաժշտությունը բաղադրիչն է քրոնական ծեսի, քրիստոնեական ծեսի, այսինքն պատարակ առանց երաժշտության չի լինում։ Այդ աղբյուրները, ուղղակի այդ աղբյուրները տրամադրության տակ էին, այսինքն շարականները, միջնադարյան երաժշտությունը եւ ինքը ամնիչապես սկսեց զբաղվել դրանով, այսինքն դեռևս ճեմարանական տարիներում նա արդեն ուներ եռաձայն երգչախումբ, նաև պատճառաբանված էր նրանով, որ այդ փորձերը, առաջին փորձերը բազմաձայնության Եկմալյանն էր արել, Կարամուրզան եւ այլն, այսինքն դա որոշակի տենդենց էր, որը Կոմիտասը որդեգրեց եւ ուղղակի կատարելության հասցրեց ամբողջ իր կյանքի ընթացքում։ Եվ նաև պետք է հասկանալ, որ այդ մարդը հսկայական կազմակերպչական, այսպես ջիհոն էր։ Անհավանական, եթե դուք մտնեք Կոմիտաս թանգարան, այդտեղ մի պատի վրա իր համերների աշխարհագրությունն է եւ ապշեցնում է, այսինքն Աֆրիկայից սկսած ընդհանուր մինչեւ Եվրոպա, Ժնև եւ այլն։ Այսինքն Կահիրեից սկսած, այսինքն դու նայում ես քարտեզին ու չես հասկանում ոնց մարդ, այսինքն միայն իր հեղինակությամբ Այն էլ այն տարիներին։ Այն էլ այն, այսինքն չկար այդ ինստիտուտը, երաժշտական մենեջմենտի եւ այլն, դուք պատկերացնում եք, հետո նամակագրական կապը պետք է հասկանալ, որ շաբաթներ, եթե ոչ ամիսներ էին տևում, միջև որ նամակները տեղ էին հասնում եւ այլն։ Այսինքն հաղորդակցման այդ համակարգի մեջ ինչպես նա կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում այդ ամենը իրականացնել, իր եռանդը եւ էներգիան, այսինքն որոշ համերներ նա այսպես կազմակերպում է շրջագայություն իր երգչախմբով, բայց այն քաղաքներում եւ երկրներում, որտեղ չկային երգչախմբեր, ինքը վաղօրոք էր գալիս եւ ստեղծում էր այդ երգչախումբը եւ կայացնում էր համերգը։ Այսինքն զրոյից սովորեցնում էր մարդկանց, հայերին մի ամբողջական համերգային ծրագիր։ Ուղղակի ապշեցնում է, այսինքն մասնագիտական իմաստով դա ուղեղի մեջ չի տեղավորվում։ Ոնց սա կարելի է անել եւ զուգահեռաբար մշտական ստեղծագործական ընթացքի մեջ, այսինքն ինքը մշտապես աշխատում էր նյութի հետ։ Կան դրվագներ, որ ձեզ հայտնի է Կոմիտասին որպես մարդ նկարագրող, որը ձեզ համար շատ հետաքրքրական է։ Իհարկե, բազմաթիվ վկայություններ կան։ Կենսուրախ մարդ էր նախ եւ առաջ, կատակասեր, քեֆչի եւ այսինքն այդ ամենի մեջ ինքը տեսնում էր որոշակի հմայք, այսինքն կյանքի մարդ էր ինքը եւ նաեւ իր
հետաքրքրությունների դաշտը հսկայական է գրականությունից միջև երաժշտություն կամ վկայություններ, որ Գլինկան կոմպոզիտոր երբ որ այցելեր իր նրան, ապշել էր, որովհետև տեսել էր նոտաներ, պարտիտուրներ իր մոտ եւ զարմացել էր, որտեղից իր մոտ պետք է դա լիներ, Ռիմսկի-Կորսակով, Մուսորսկի եւ այլն։ Այսինքն իր հետաքրքրություն, ել չասեմ, որ Բերլինում սովորած այդ տարիների ընթացքում այդ շփումը եվրոպական մշակույթի, երաժշտական մշակույթի հետ եւ հատկապես նոր երաժշտական իրականություն բանաձևող կոմպոզիտորների հետ 20-րդ դարասկզբի 19-րդ դարավերջի Գերմանիան եւ Բերլինը դա ֆանտաստիկ մի խաչմերուկ էր։ Այսինքն ոչ միայն արվեստ եւ մշակույթ, փիլիսոփայություն, նոր գաղափարներ, այսինքն ինքը հայտնվում է այնպիսի մի խաչմերուկի վրա, որտեղ սպունգի պես ամեն ինչ վերցնում է իր մեջ։ Եվ բնականաբար դա նաև ձևավորում է որոշակի այսպես դիտանկյուն, այսինքն վերադառնալով Հայաստան, նա բնականաբար սրտեղված է լինում, որովհետև վերադառնում է միտեղ, որտեղ մարդիկ չեն հասկանում ինչով են զբաղվում, չեն ընկալում նշանակությունը իր գործի, ավելին ասեմ, այն ժամանակ մամուլում մի ատամնաբուժ հոդված է գրում, որտեղ նա ասում է, որ 3 տարում կոշկակարություն չեն սովորում, ինչպես կարող է Կոմիտասը 3 տարում սովորել կոմպոզիցիա, երաժշտություն։ Մեծությունը չճանաչելու հանգամանքն է, այսինքն նաև հիմա մենք դա տեսնում ենք ակնհայտորեն։ Այն ինչով մենք չենք հասկանում, մենք հակված ենք դա շղթել։ Դա ազգային բնավորության դրսևորումներից մեկն է։ Այսինքն, եթե ես չեմ հասկանում, ինձ ավելի հեշտ է մերժել երևույթը, ասել, որ լավը չի։ Կամ ավելի վատ, եթե իմ դուրը չի գալիս, ուրեմն այդքան էլ լավը չի։ Այսինքն, այն ինչի մասին որ դուք խոսեցիք, ինչու մենք չենք հասկանում բարձրաշխարհիկ երաժշտությունը եւ այսինքն հաղորդակցումը այդ ոլորտների հետ դժվարացած է։ Այստեղ եւ դասերակցությունը եւ կրթությունը անշուշտ նշանակություն ունի, բայց դրանց զատ իհարկե ներքին մղումը մարդու կատարելագործվելու, այսինքն աշխարհի համար բաց լինելու։ Երբ որ այդ ներքին մղումը կա, մարդը սկսում է ինքնակրթվել, այսինքն ինքը գտնում է հնարավորություն այդ աշխարհները իր համար բացահայտելու։ Երբ որ այդ ներքին մղումը չկա, նրան ավելի հեշտ է հրաժարվել երևույթից։ Դուք ասացիք, որ Կոմիտասը ուրախ մարդ է եղել, բայց Կոմիտասի երաժշտության ընկալման մեջ էլ թվում է, թե Կոմիտասի երաժշտությունը տխուր երաժշտություն է, բայց այնտեղ շատ լուսավոր գործեր կան, որ կամ գուցե քիչ են հնչում, կամ մարդիկ չգիտեն, որ այդ երաժշտական գործը Կոմիտասինն է օրինակ։ Երբ մենք խոսում ենք կոմիտասյան երաժշտական ժառանգության մասին, պետք է հասկանանք, որ մենք խոսում ենք հազարավոր նմուշների մասին։ Այն ինչ այսօր կատարում է բեմերից, հատկապես վոկալ գործիքային երաժշտությունը, շատ փոքր տոկոս։ մոտավորապես 30-ից 45 ստեղծագործություններ են, երգեր են, որոնք մշտական շրջանառության մեջ են։ Բացի դրանից մենք պետք է հասկանանք, որ խորհրդային շրջանում Կոմիտասը դարձավ խորհրդանիշը ցեղասպանության եւ ազգային տառապանքի։ Եվ այդ իմաստով նույնիսկ գրականությունը ծառայում էր այդ կերպարը ստեղծելուն Բարույր Սևակի անլռելի զանգակատուն եւ այդ տենդենսը Կոմիտասին ընկալելու միայն մի դիրքից, այսինքն Կոմիտասին ընդունելու որպես տառապանքի խորհրդանիշ։ Եվ հետո իր ճակատագիրն էլ երբ համադրում ես, էլի առաջին հերթին դա է գալիս։ Դե բնական է, այսինքն հա, ժամանակաշրջանը, դրամատիկ ժամանակաշրջանը, երբ որ գիտեք, անձնապես էր ճանաչում Պոլսի մտավորականությունը հայկական, անձնապես գիտեր բոլորի հետ ծանոթ էր եւ իր աչքի առաջ դաժանաբար նրանց եւ խոշտանգում էին եւ սպանում ուղակի իր աչքի առաջ, այսինքն ինքը շատ քաջ գիտակցում էր, որ այդ կորուստը ոչ միայն իր անձնական կորուստն է, այլ ազգային մշակույթի գիտության համար սա հսկայական, այսպես գիտեք, անդունդ առաջացրեց, որովհետև յուրաքանչյուր այդ մտավորականներից, որոնց քշել էին Պերզոր եւ այլն, այսինքն աքսորի մեջ գրեթե ոչ ոք չվերադարձավ այդտեղից, Կոմիտասի պես հաշված անհատներ կային, որոնց հաջողվեց հետ բերել, ազատել։ Այդ մարդիկ նաեւ գրիչներն էին այն բովանդակության, գրականության մեջ, գիտության մեջ, արվեստի եւ մշակույթի եւ նրանց բացակայությունը իհարկե նա քաջ գիտակցում էր ինչի կարող է բերել։ Կոմիտասի դրաման ոչ թե անձնական դրամա է, այլ մի մարդու դրամա է, որը շատ քաջ գիտակցում էր ժամանակը եւ շատ լավ հասկանում էր գիտելիքի, մշակույթի, կրթության
կուլտուրայի նշանակությունը։ Եվ այդ անհամաչափությունը, այսինքն իր պատկերացումների եւ հայկական իրականության, ստեղծեց այնպիսի մի իրավիճակ, որ նա ուղղակի փակվեց։ Իհարկե հաշվի առնելով նաեւ հոգեկան ապրումները, եթե խորը հետաքրվեք, թե տասնամյակների ընթացքում որ ինքը հոգեբուժարանում էր անցկացրել, ինչեր են տեղի ունեցել, գիտեք, գոյություն ուներ կոմիտե, որը կառավարում էր իր ուրեմն շփումները, այսինքն կարող էր մեկին թույլ տալ, կարող էր մեկին թույլ չտալ, պլյուս դրան նրան արգելված էր զբաղվել երաժշտությամբ։ Այսինքն դու պատկերացնում եք մարդուն, որ այդքան կուտակված մարդուն, որ հնարավորություն չունի դա։ Այսինքն այն ժամանակվա մոդելը, այսպես հոգեբուժական, կայանում էր նրանում, որ ուրեմն ստեղծագործական ապրումը կարող է խորացնել տառապանքը, խորացնել այդ հիվանդագին վիճակը եւ ուղղակի արգելվում էր նրան զբաղվել երաժշտությամբ։ Դա գերիշխող մեթոդներից մեկն էր, որը կիրառում են Կոմիտասի նկատմամբ։ Եվ հիմա կան բազմաթիվ հետազոտություններ, որտեղ նյութերը բաց են, այսինքն անամնեզը, հիվանդության պատմությունը եւ այլն, հիմա այսօրվա հոգեբուժության տեսանկյունից ընդհանրապես իր հիվանդությունը չի դիտարկվում որպես հիվանդություն, նա դիտարկվում է որպես պոստ-տրավմատիկ սինդրոմ, այսինքն սա նևրոզ է եղել, իսկ նևրոզի լուծումը շատ ավելի այլ է եւ այսինքն դրական լուծումներով։ Այնպես որ այդ տեսակետից իհարկե սա առանձին թեմա է, շատ հիվանդագին եւ ցավալի, որովհետեւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հատուկ են ստեղծվել այնպիսի կարգավիճակի մեջ էր Կոմիտասը, որ ուղղակի ոչ շփվի, ոչ ստեղծի, այսինքն այնպիսի տպավորություն էր, որ այսպես պայմանավորված բացարկ էր Կոմիտասին, այսինքն Կոմիտաս չկա իրականության մեջ եւ վերջ։ Ձեր ամենասիրելի գործը ո՞րն է Կոմիտասի։ Հովարեքը երևի գեղչկական երաժշտությունից եւ հոգեվոր երաժշտություն դժվար է առանձնացնել ամբողջ պատարագը։ Երաժշտական ճաշակը, եթե ընտանիքում չի դաստիարակվել մարդու, հետո ինչպես է հնարավոր դա լրացնել։ Կարող է չլինել ընտանիքում, եթե դա չի ստացվում անել ընտանիքում, դրանով պետք է զբաղվի մանկապարտեզը, եթե այդտեղ էլ չի ստացվում, դպրոցը պետք է զբաղվի, եթե դպրոցում էլ նա չի ստանում այդ դաստիարակությունը, ուրեմն հասարակությունը պետք է դաստիարակի։ Նայեք, իմ թվարկած բոլոր հանգրվանները պետության տարբեր գործառույթներ են։ Այսինքն պետք է հասկանալ, որ հանրային ճաշակը ձևավորողը, եթե դա տեղի չի ունենում ընտանիքում, ուրեմն այդ պատասխանատվությունը ստանձնում է իր վրա պետությունը։ Հիշեցի մեր դպրոցի երգի դասերը։ Այնքան մատների արանքով էր դիտվում այդ առարկան։ Դրա պատճառով էլ մենք ուղղակի կորցրեցինք 30 քանի տարի, այսինքն մի սերունդ մեծացավ, որը ուղղակի այսպես մոլորության մեջ է գեղագիտական իմաստով եւ գիտելիքի իմաստով։ Ինչու է կարևոր մարդու համար մշակույթի հետ հաղորդակցությունը։ Որովհետեւ մշակույթը բանաձևում է ինքնությունը մարդու, այսինքն իր տեսակը։ Եթե իհարկե դու գաղափարապես հրաժարվում ես քո ազգային տեսակից, այսինքն դու հայտարարում ես, որ դու ուրեմն կոսմոպոլիտ ես։ Մշակույթը ազգայինի մասին է։ Առաջին հերթին այո։ Այսինքն մշակույթը այդտեղից է սկսում։ Դա հիմքն է, հիմքերից հիմքն է, որովհետև դու պետք է հենարան ունենաս, որպեսզի կարողանաս այդ հենարանը օգտագործես որպես ռեսուրս։ Հակառակ պարագայում դու օդից կախված մի երևույթ ես դառնում, որը առաջնորդվում է առաջին հերթին իմ դուրը եկավ կամ իմ դուրը չեկավ սկզբունքով։ Իսկ արվեստը եւ մշակույթը ընկալելու համար, հատկապես բարձր արվեստը ընկալելու համար, դու նաեւ պետք է ունենաս գիտելիք։ Քո դիտանկյունը պետք է լայն լինի։ Իսկ քո դիտանկյան այդ դիապազոնը առաջին հերթին պայմանավորված է սեփական մշակույթի նկատմամբ հարգանքով։ Այսինքն եթե դու չգիտես քո սեփական մշակույթը, հետեւաբար չես հարգում։ Եվ երբ որ մենք նման երևույթների հետ ենք առնչվում, մենք պետք է հասկանանք, որ այդ դատարկությունները շատ հեշտ լցվում են այլ մշակութային բանաձևումներով։ Այսինքն, եթե այդ տարածությունը, որ պետք է զբաղված լիներ քո պատկերացումներով սեփական մշակույթի մասին, դատարկ է, ինքը անմիջապես այլ տեսակներով է լցվում։ Հայկական իրականությունը ամենավառ օրինակներից է, այսինքն եթե դու չգիտես քո ազգայինը, կողքի ժողովուրդների տեսակները միանգամից այդ տարածությունը լցնում են։
արվեստի մշակույթի հետ առնչվող մարդը ինչ առանձնահատկություններ ունի։ Ես ուզում եմ, որ երիտասարդները իմանան, որ դա մի բան չի, կողքից, որ կարող է լինել, կարող է չլինել, որ դա մարդուն կառուցող շատ հիմնային մի բան է, եւ մարդը, որը առնչություն ունի արվեստին, մշակույթին, ինքը ոչ թե ձանձրալի մարդ է, այլ շատ հմայիչ մարդ է։ Արվեստով հետաքրվող մարդու նույնիսկ արտաքինն է տարբեր։ Այսինքն դեմքի արտահայտությունները վկայում նրա մասին, որ նա օժտված է պատկերացումներով։ Եվ այդ մարդկանց մենք դուրս գանք փողոց, նկատելի է դա։ Այսինքն դուք կարող եք հասկանալ, որ այս մարդու ներաշխարհը բովանդակային է եւ լի է գեղագիտական պատկերացումներով, իսկ այս մարդու ներաշխարհը ուղղակի բացակայում է։ Այսինքն սա հսկայական նշանակության հանգամանք է։ Ինքը ձևավորում է ոչ միայն քո աշխարհընկալումը որպես այդպիսին, այլ նույնիսկ ձևում է քո արտաքինը։ Եվ այդ իմաստով իհարկե օրինակ եվրոպական ազգերը շատ մեծ առավելություն ունեն ի տարբերություն մեզ, որովհետև պատկերացումները բարձրաժեք երաժշտության կամ կերպարվեստի մասին նրանց մոտ ձևավորվել են հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում։ Մեր պարագայում մենք ունենք հստակ խորհրդային շրջանի տասնամյակները եւ այս 37 տարին, որոնց ընթացքում այդ մեր ժառանգությունը դարձել է նախ եւ առաջ մշակման, վերաիմաստավորման նյութ եւ նաեւ նյութ, որով այսպես հասարակությունը կրթվել է։ Այսինքն մինչ այդ մենք կարող ենք դիտարկել այդ process-ը միայն մշակութային օջախների կամ կրոնական օջախների օրինակով։ Ենթադրենք Վենետիկում Մխիթարյանների, Վիեննայում Մխիթարյանների համակարգ չի եղել։ Ինքը չէր կարող ունենալ համակարգ, որովհետև մենք այստեղ խոսում ենք պետական գործառույթների մասին։ Եթե չկա պետություն, ինքը բնականաբար չի կարող համակարգային կերպով ներկայանալ։ Երբ որ դու ունես պետություն եւ պետությունը հրաժարվում է այդ առաքելությունից, դու ստանում ես նույն էֆեկտը, այսինքն դու ստանում ես հասարակություն, որը օրինակ ռաբիզ երաժշտությունը սկսում է ընկալել որպես ազգային երաժշտության տեսակ։ Այնինչ ռաբիզը դա երաժշտագիտական իմաստով հեղինակային երգ է, այսինքն որևէ պարագայում նա չի կարող դիտարկվել որպես ազգային տեսակ կամ ժողովրդական տեսակ։ Ասացիք, որ արվեստի մշակույթի հետ առնչություն ունեցող մարդը նաև արտաքինից է տարբեր, նաև հագ ու կապից։ Այսինքն դա փոխկապակցված է։ Դու չես կարող լսել մի տեսակի երաժշտություն եւ ունենալ այլ տեսակի խոսք, այլ տեսակի հագ ու կապ։ Երբ որ մենք ասում ենք ռաբիզ, դա միայն երաժշտական նախընտրություն չի, դա նաև խոսքի տեսակ է, դա նաև պահվածքի տեսակ է, դա նաև հագ ու կապի տեսակ է։ Դա աշխարհայացք է, որովհետև նույն ռաբիզության դասավորումները մենք տեսնում ենք ընդհանուր մինչև քաղաքականության մեջ։ Այսինքն այդ շփման տեսակը, հա, միջմարդկային հարաբերությունների ռաբիզ տեսակը մենք արձանագրում ենք գրեթե բոլոր նիստերի ժամանակ ազգային ժողովում։ Այսինքն այն ինչ որ մենք անվանում ենք բակային մշակույթ կամ բակային խոսույթ եւ այլն, որը արդեն ներթափանցել է նույնիսկ քաղաքական խոսքը, այսինքն բարձր ամբիոններից հնչող խոսքը նկարագրվում է այդ կերպ։ Այսինքն ոչ թե դաստիարակության բացակայություն է, սա ռաբիզացման հետևանք է։ Դա միայն երաժշտություն չի, մենք խոսացինք, դա նաև հումոր է, ինչ որ մի տեսակի հումոր սիրելու եւ ընկալելու մասին է, ինչ որ տեսակի կինո սիրելու եւ մեծ կոմպլեքս է դա։ Այսինքն նայեք միակ բանը, որ մենք կարող ենք հակադրել դրան, դա հայի մշակութային տեսակն է։ Այսինքն ոչ առևտրային կամ ոչ գողական կամ ոչ բակային, այլ միայն մշակութային տեսակ, այսինքն այն տեսակը, որ կրում է իր մեջ պատկերացումը սեփական արժեքների մասին եւ այն տեսակը, որին այդ պատկերացումը թույլ է տալիս հաղորդակցվել աշխարհի հետ։ Անկախությունից հետո, երբ ստեղծվեցին նոր տարվա կինոները, օրինակ մեր բակը ֆիլմը, որը շատերի մոտ շատ նոստալգիկ բան է առաջացնում, ցածրակարգ հումոր է այնտեղ։ Ես հասկանում եմ, որ շատերը հիմա կնայեն եւ գուցե լավ չվերաբերվեն մեզ այս կարծիքի համար, բայց ակնհայտ է, չէ՞ որ այդպես էր։ Սա օրինակ էր մեր բակը եւ բազմաթիվ այդպիսի օրինակներ։ Պետք է հասկանալ, որ այդ պրոդուկտ ստեղծողները երբևիցե չեն հետապնդել նպատակ ներկայացնելու այդ աշխատանքը որպես արվեստի նմուշ։ Նրանք ստեղծել են մի պրոդուկտ, որը չի կարող նկարագրվել այն չափանիշներով, որոնք գործում են արվեստի կամ մշակույթի ոլորտում։ Այսինքն նույնիսկ եթե փորձեք կիրառել այդ չափանիշները, ոչ մի բան չի ստացվի, որովհետև
բարձր արվեստի չափանիշները հետևյալն են. գեղարվեստականությունը, առաջին հերթին բովանդակությունը, գեղագիտական ամբողջականությունը եւ կատարողական արվեստի բարձր մակարդակը։ Այսինքն բազմաթիվ էլի կան չափանիշներ, բայց գոնե այս 4-ով, եթե դուք ցանկացած նյութին մոտենաք եւ տեսնեք, որ այս 4 չափանիշներով այդ նյութը նկարագրվում է, ուրեմն դա արվեստի գործ է։ Եթե դուք չեք կարող կիրառել այս 4-ը, ուրեմն պետք է հասկանաք, որ գործ ունեք մի երևույթի հետ, որը բարձր հասկացություններից կամ արվեստին կամ մշակույթին վերաբերվող հասկացություններից անդին է։ Հետևաբար այն իրականությունը եւ այն հասարակության ճաշակի դրսևորումը, որ ձևավորում է այդ ապրանքը, որևէ կապ չի կարող ունենալ մշակութային դաշտերի հետ։ Հիմա ասում են մարդիկ դա են ուզում, դա են հասկանում, բայց մարդկանց դա են ցույց տվել։ Ինձ թվում է այն ժամանակ ավելի հեշտ էր դրական ներգործություն ունենալ մարդկանց վրա, քան հիմա, որովհետև հիմա բազմազան է, մարդը կարող է մեկ հեռախոսով շեղվել, մեկ էս, իսկ այն ժամանակ այդ հեռուստատեսությունն էր եւ բոլորը այդ էկրանների առաջ էին։ 90-ականներին ընդհանրապես միակ օջախը, որ գործում էր, հաշված թատրոններ կային, որոնք որ շարունակում են մոմի լույսով խաղալ, բայց թատրոնում մի քանի 100 հոգի կարող է տեղավորվել եւ Ճգնավորյանի ուրեմն ջանքերով ջերուցվող ֆիլհարմոնիկ դահլիճներ, որտեղ բարբերաբար սիմֆոնիկ համերգներ էին տեղի ունենում, ընդ որում դռները բաց էին, այսինքն մարդիկ գալիս էին այդտեղ ոչ միայն տաքանալու, այլ նաեւ հաղորդակցվելու համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության հետ։ Սրան հակառակ գոյություն ունեցավ ֆանտաստիկ մի երևույթ, այսինքն տենց նույնիսկ բառ կար դախլա։ Այսինքն քաղաքը եւ Հայաստանը ողողվեց այդ դախլաներով, փոքր սեղանիկ է, որը յուրաքանչյուր խաչմերուկում կար։ Եվ այդ սեղանիկի վրա դրված են կասետներ։ 90%-ը կասետների դա ռաբիզներ, որը արտադրված էր հիմնականում Կալիֆոռնիայում եւ բերվում էր այստեղ, եւ որոշ մասը դա ռուսական պոպ երաժշտություններ։ Չգիտեմ, Լինդա, լավագույն դեպքում եւ այլն եւ այլն։ Այսինքն այն առաջարկը, որի մասին որ դուք ասում եք, այդ առաջարկը պետք է լինի, որ մարդը հաղորդակցման մեջ մտնի։ Ինքը մի պարագայում սահմանափակվեց մի համերգային դահլիճով եւ մի քանի թատրոններով, սրա այդ զուգահեռ բացվեց մի հսկայական դաշտ, որտեղ միակ ապրանքը կամ միակ երաժշտական տեսակը, որի հետ դու կարող ես հաղորդակցման մեջ մտնել, դա ռաբիս կասետներ։ Այսինքն այդ իմաստով այդ հեղաշրջումը, գեղագիտական հեղաշրջումը մեր աչքի առաջ կայացավ, բայց դա ոչինչ կլիներ, որովհետև երբ որ կանոնավոր կերպով սկսեցին աշխատել օջախները մշակութային եւ այլն, այս իրավիճակը բալանսի կբերվեր։ Եվ այդ զանգվածային երևույթը ինքը նորից կդառնար 6-րդական, 7-րդական, եթե չլիներ պետության ներգործությունը։ Այսինքն պետությունը հատուկ ներգործել է, որպեսզի ավելի տարածվի։ Արժևորեց ռաբիսը։ Ինչու՞։ Որովհետև պետությունը ղեկավարում էին մարդիկ, որոնք որ բացի ռաբիզից ուրիշ բան չգիտեին։ Պետական ֆունկցիա է, չէ՞, արժևորելը մշակութային երևույթները։ Նրանք վաստակավորների կոչումներ սկսեցին բաժանել եւ հասարակությունը բնականաբար դա անցալեց որպես պետության պրիորիտետների կամ առաջնայնությունների նոր բանաձևում։ Այսինքն ոչ թե Տերտերյանն է այսօր արժեք, ոչ թե Կոմիտասն է այսօր արժեք, ոչ թե Բեթհովենն է կամ Մալերն է այսօր արժեք, այսօր ես որպես պետություն արժևորում եմ այս երևույթը։ Եվ այդ տենդենսը շարունակվում է մինչ օրս։ Դուք տեսնում եք, որ առավել մասսայական պետական միջոցառումներին հրավիրվում են հենց ռաբիզ երաժիշտները, որոնք ուղղակի հսկայական զանգվածի վրա իրենց ստեղծագործությունը եւ իրենց գեղագիտությունը թերի սկսում են տարածել։ Այսինքն այդ բանաձևումը, որ քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում, այդ բանաձևումը անմիջապես արձագանք է գտնում եւ մի քանի տասնյակ հազար հոգի, այսինքն մեր հայրենակիցներից միանգամից ворթեգրում են այդ վերաբերմունքը։ Հետևաբար ինքնադրսևորվում են այդ ենթամշակութային տեսակի նկատմամբ, այսինքն սկսում են ընկալել որպես հարազատ։ Դե եթե փոխնախարարը ձախ հարութի համերգի ժամանակ ստրիմ է անում եւ մտնում է եթեր, եթե վարչապետը սախցական ընկերների հետ քեֆ անելուց թռվռում է ռաբիզի տակ, այսինքն սա ինչ է նշանակում։ Սրանք նախարազդակներ են,
Իրենք պարզապես քաղաքացիներ չեն, իրենք իշխանություն են ներկայացնում։ Իսկ իշխանությունը շատ հաճախ նաև ազդակներով է հաղորդակցվում հասարակության հետ։ Այսինքն այս նշանիկները եւ այլն ինչ է դա։ Որ մենք միասին ենք, մենք նույն բաներն ենք սիրում։ Այո։ Այսինքն մենք ձեզանից ոչ մի բանով չենք տարբերվում, այսինքն մենք միասին ենք мы одной крови, հիշեք Կիպլինգից, եւ այսինքն տարբերություն չկա։ Սա այս գեղագիտական մոդելը հղկված կերպով աշխատել է խորհրդային շրջանում, օրինակ ֆաշիստական Գերմանիայում կամ Իտալիայում կամ Իսպանիայում եւ ընդհանրապես բոլոր ավտոկրատիկ հասարակարգերում, նույնիսկ թեոկրատիկ հասարակարգերում, օրինակ մեր հարևան Իրանում, այսինքն այդ բանաձևումը, գեղագիտական բանաձևումը եւ նշանաբանությունը պայմանավորված է արդեն կրոնական, այսինքն ֆունդամենտալ իսլամի գեղագիտությամբ կամ պատկերացումներով, թե ինչ է արտահայտում այդ գաղափարախոսությունը կամ աշխարհընկալումը։ Այդ իմաստով իհարկե Եվրոպան եւ Միացյալ Նահանգները առաջարկում են շատ ավելի լայն, շատ ավելի բաց հնարավորություն եւ դրա պատճառով էլ հիմնականում բարձր արվեստը իր զարգացումը գտնում է հենց այդ տարածքներում։ Քանդակագործը, որ այսօր Իտալիայում կամ Ֆլորենցիայում ցուցադրվում է, դու հասկանում ես, որ նա ուղղակի կապված է, այսինքն նրա հենարանը դա Ռենեսանսի շրջանն է, որի հենարանը իր հերթին դա հելլինիստական անտիկ մշակույթն է։ Պարոն Արծրունի, այդ դեպքում դուք ինչպես եք բացատրում այն, որ սովետական միության տարիներին ավելի լավ արվեստի գործեր էին ստեղծում եւ երբ կային սահմանափակումներ, երբ կար ինչ որ մի բան այլ կերպ ասելու անհրաժեշտությունը, ավելի լավ արվեստի գործեր էին ստեղծում, քան հիմա երբ։ Միանշանակ չի։ Ուրիշ բան, որ խորհրդային շրջանում օրինակ գոյություն ուներ պետական պատվեր մասշտաբային ստեղծագործությունների։ Այսինքն նա խրախուսում էր Մայր Հայաստանի արձանը այսօր որևէ մեկը չի կարող պատվիրել։ Այդ հղկումը, այսինքն գեղագիտական պատկերացումների եւ իշխանության պրիորիտետների նույնպես հղկվել է տասնամյակների ընթացքում, այսինքն նա անցել է բոլշևիզմի շրջանը, նա անցել է անկումը պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո, այսինքն հետ ստալինյան ծնհալի շրջանը իհարկե նաեւ պայմանավորում էին իշխանության այսպես գեղագիտական պատկերացումների փոփոխությունները։ Եվ Հայաստանը այդ իմաստով ավանգարդում էր, ուղղակի ավանգարդում էր, որովհետև այստեղ կար մոդեռնիստական ճարտարապետություն, այստեղ կար լրիվ նոր պլաստիկա կերպարվեստի ոլորտում, այսինքն նոր գաղափարներ, այստեղ Արտոչակ Մակչյաններ, այստեղ Քոչարներ, այստեղ Կալենցներ, վերջիվերջո Իգիթյանի գեղագիտական մանկական կենտրոնը առաջին կենտրոնն էր, որ եւ ժամանակակից արվեստի թանգարանը, որ խորհրդային միության մեջ առաջինը բացվել էր Հայաստանում։ Այսինքն մենք ունենք ֆանտաստիկ հնարավորություն եւ ներքին հսկայական իներցիա անկախության ժամանակաշրջանում այդ բոլոր տենդենսները ոչ թե պահպանելու, այլ զարգացնելու։ Մենք ունեցանք հակառակը, այսինքն ստեղծվեցին այնպիսի պայմաններ, որ այդ մշակութային նշանաբանության գրողները ստիպված էին կամ մասնագիտության դաշտից դուրս գալու կամ երկրից հեռանալու։ Եվ այդ 30 տարիների մեր կորուստը ոչ միայն արդյունաբերական է, ոչ միայն տնտեսական եւ այլն, առաջին հերթին մշակութաբանական։ Պարոն Արծրունի, եւ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Վերջին շրջանում ես աշխատում եմ կազմակերպել իմ 60-ամյակի հետ կապված եւ բեմական գործունեության 40-ամյակի հետ կապված միջոցառումները շարունակվելու է ամիսների ընթացքում, այսինքն սա ոչ միայն համերգներ են, նաեւ այն թատերական ներկայացումներն են, որոնց համար ես երաժշտություն եմ գրել, նաև պետք է լինեն պանելային քննարկումներ։ Դա ամենամեծ բարդությունն է համակարգումը այս բոլոր իրադարձությունների եւ հիմա բուրըն այդ կազմակերպչական ընթացքի մեջ է։ Եթե կարողանայիք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը։ Օրենք։ Հետևել օրենքին։ Այո։ Այսինքն օրենք, որը թույլ կտար մարդուն արժանապատիվ կյանքով ապրել։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք։ Մարս։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Ես կհրաժարվեի ոչ բովանդակային շփումներից իմ կյանքում։ Շատ են եղել։ Այո, չափից շատ։ Կհրաժարվեի հիմար մարդկանց հետ առնչություններից։ Մանկության մի դրվագ, որ մեծ ազդեցություն է ունեցել ձեզ վրա։
Պիտի ասեմ, որ երջանիկ մանկություն եմ ունեցել, որովհետև մայրս միշտ կատակում էր եւ ասում էր, երբ որ ասում էին, որ ինչ ես անում, որ սենց երեխա է մեծանում, որովհետև ամեն ինչ զբաղվում է սպորտից սկսած մինչև արվեստ եւ այլն։ Ասում էր ընդհանրապես մի բան, ես նրան երբեք չեմ ասում ոչ։ Երևի թե դրանով է պայմանավորված, այսինքն ոչ բառը կամ չէ բառը ինձ համար շատ անծանոթ եւ արտարոց բառ էր։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևը։ Երբեմն չեմ զսպում ինձ, երբ որ բնորոշումներ եմ տալիս։ Իմ երաժիշտ գործընկերներին, երբ որ առիթներ են լինում եւ խնդրում են կարծիք հայտնել, միշտ զգուշացնում եմ, որ ես եթե հայտնեմ կարծիքը եւ դու ինձանից նեղանաս, ավելի լավ է ես դա չանեմ։ Այսինքն ես չեմ թաքցնում իմ վերաբերմունքը։ Եվ կարծում եմ, որ առաջին հերթին հենց դրա համար էլ ինձ քննադատում են։ Ամենավատ աշխատանքը, որ ստիպված եք եղել անել։ Ցուրտ ու մութ տարիներին 90-ականներին պետք էր գոյությունը պահպանել եւ ես ուսանող էի այդ ժամանակ, չնայած աշխատում էի կապելայում, բայց գոյությունը պիտի պահպանենք եւ Էդիկի Ձորիկյան հյուսում են կարծաթյա շղթաներ ու մարդիկ կային, որ գալիս են մեզանց տանում էին, որպեսզի Ռուսաստանում վաճառել։ Ավելի սարսափելի շրջան դժվար է պատկերացնել, որովհետև ավելի մոնոտոն եւ ավելի անիմաստ աշխատանք ես իմ կյանքում երբևիցե չեմ կատարել։ Երբ մարդիկ նայում են ձեզ, ձեր կարծիքով ինչ են մտածում։ Հեղինը գաղափար չունեմ։ Այսինքն ինձ ոչ թե նայել է պետք, ինձ լսել է պետք է ես երաժիշտ եմ, այդ իմաստով ես մաքսիմալ բաց եմ, որովհետև գալիս եք իմ համերգին եւ ճանաչում եք ինձ առաջին հերթին որպես երաժիշտ։ Ձեր տեսած ամենաազդեցիկ տեսարանը։ Դա կապված է իմ բանակում ծառայելու տարիների հետ, այսինքն 95-ից 97։ Այսինքն մարդկային մահը, զինվորի մահը։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Սիրելի գիրքը Նիցշեի, այսպես էր ասում Զարաթուստրան, երաժշտությունը շատ տարբեր է, որովհետև այսինքն ես հսկայական քանակի երաժշտություն եմ։ Երկուսը ասեք։ Շատ դժվար է։ Ես հեղինակներին կարող եմ ասել, ինչպես նշեցի սկզբում, Դավիթ Հալաջյանի ստեղծագործություններն են ինձ հիացնում ուղղակի, մեր ժամանակակից կոմպոզիտորն է, Հայաստանում չի ապրում, բայց մշակութային իմաստով ազգային արվեստի ժամանակակից դրսևորում է սա ուղղակի ակադեմիական երաժշտության ոլորտում։ Իսկ ժամանակակից երաժշտության դաշտում երևի Սթինգի ստեղծագործությունը, այսինքն իր տեսակը երաժշտի, պլաստիկ տեսակը, որովհետև այն երաժշտական ռեսուրսը, որ ինքը օգտագործում է ստեղծագործության մեջ, անհավանական է, այսինքն սկսած ռոք ռեսուրսից ընդհանուր մինչև սիմֆոնիկ եւ իր ազգային տեսակը։ Այդ իմաստով մշտապես ինձ զարմացնում եւ հիացնում է ինքը։ Սիրելի ֆիլմը։ Տարկովսկու, Անդրեյ Ռուբլովը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։